Տեր Զաքարիա, այս տոնը այնքան կարևոր է եւ մեր համի ուժը յուրահատուկ հատկություն ունի ամեն անգամ համընկնելու այսպիսի կարևոր իրադարձությունների հետ։ Ինչ ասել է հարության տոն, ինչու ենք զատիկ ասում, ինչից ենք զատում եւ զատվում։ Քրիստոս աշխարհ եկավ մեր մեղքերը վերցնելու, Քրիստոս ապրեց մեզ հետ, օրինակը եղավ մաքուր ապրելու եւ նաեւ այս ամենից հետո, ինչպես որ մարգարեներն էին կանխագուշակել, մատնվեց, չարչարվեց, խաչը բարձրացավ, մահացավ, թաղվեց եւ երրորդ օրը հարություն արավ։ Մաքրելով մեզ մեր ադամական մեղքից եւ մեր բոլոր մեղքերից։ Գարունը կյանքի նոր ռիթմ է բերում աշխարհին, ծաղկացնելով ոչ միայն բնությունը, այլ նաեւ մեզ։ Վարակելով լույսով, հույսով եւ իհարկե ստեղծագործ բարձր տրամադրությամբ։ Երևանի Նոր Քմարաշ համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է։ Ասես քաղցր հայացքով վերևից մշտապես հսկում է համայնքը, չնայած իր դառը պատմությանը։ Նախկինում Սուրբ Մարինոս անունը կրող այս եկեղեցին ժամանակին Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին էր։ Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թվականի աղետալի երկրաշարժից։ 20-րդ դարասկզբին այն նորից կառուցվում է Տեր Ավետիքյանների հանգանակությունների շնորհիվ։ Բայց ցավոք 1930-ականներին եկեղեցին կրկին վնասվում է եւ չի գործում ժամանակի կրոնահալած քաղաքականության պատճառով։ Ինչ արած, մեր պատմության ցավալի էջերից է։ Ասում են, որ այս նոր եկեղեցում ամփոփված են այս տարածքի 3 գեղեցիկ եկեղեցիների եւ ճարտարապետական եւ հոգեվոր խորհուրդները։ Տեր Զաքարիա, օրհնեցեք։ Աստված օրհնի։ Ամեն, շնորհակալ եմ։ Տեր Զաքարիա, համայնքային եկեղեցի է Սուրբ Մարիամ Աստվածածինը, եւ տեսնում եմ ինչ գեղեցիկ պարգև է մեզ տրված, որովհետեւ գալիս ենք այստեղ եւ տեսնում ենք այգին, ծաղկած ծառերը, ծիրանենիները, որոնք հետո սիրով քաղում ուտում ենք։ Ես ինքս դարձել եմ մարաշցի ակամայից, քանզի հաճախ եմ գալիս այս եկեղեցի։ Ուրեմն Նորքում 3 եկեղեցի է եղել։ Սուրբ Աստվածածին, որ հին տեղը քիչ վերևում է, հիմա մանկապարտեզ է տեղում կառուցված, Չինարի ծառի մոտ հին Նորքում 2 եկեղեցի են ունեցել, Սուրբ Ստեփանոսը եւ Սուրբ Սիմեոն Ծերունի եկեղեցիները։ Ցավոք 3-ից ոչինչ չի պահպանվել։ Մի տան պարիսպի մեջ փոքրիկ մի խաչքարանման բան կա, որ հիշեցնում է, որ Սուրբ Սիմեոն Ծերունի եկեղեցու տեղն է այդտեղ։ Չնայած ասեմ ձեզ, այս եկեղեցին հիմա որ տեսնում ենք, այդ 3 եկեղեցիների մակետների միախառնուրդն է։ Ամեն դեպքում նույնիսկ այն ժամանակ մարդիկ շարունակում էին այցելել խոնարհված եկեղեցի։ Ծաղիկներ էին տանում, մոմեր էին վառում, իրենց աղոթքն էին հղում առ Աստված եւ վստահ եմ ստանում էին իրենց պատասխաններն ու օրհնությունը։ Ի վերջո Հայաստանի անկախացումից հետո 1990 թվականից սկսած Նորքի բնակիչների բացառիկ հավատքի եւ հանգանակությունների շնորհիվ կառուցվեց նոր եկեղեցին։ Հնի հիմքով եւ իհարկե հին ու գեղեցիկ ավանդույթների շարունակությամբ։ Ինչքան էլ որ ժողովրդի վիճակը մեղմ ասած շատ վատ էր, բայց ի զարմանս բոլորի ավելի հեշտ էր նման բաներ կազմակերպելը, որովհետեւ եւ ծարավը կար հոգեվորի մանավանդ այդ երկաթյա վարակույրի քանդվելուց, հա, այն կապանքներից, այն դժվարություններից հետո, հա, ազատության մեջ եւ կարիքը կար հոգեվոր սնունդի եւ կարոտը կար դրա։ Ընդամենը գաղափար էր եղել այստեղ կառուցելու Աստվածածին եկեղեցին։ Հիմնադիրը Արմենակ Արմենակյանն էր, երբ որ փոքր է եղել, ծանր հիվանդացել է, բժիշկները հույս չեն տվել, հայրը եկել է եկեղեցի, ընդամենը խնդրել էր, որ իր զավակին Աստված պահի։ Եվ երբ որ վերադարձել էր արդեն հիվանդանոց, բժիշկներն ասել էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի հետ որևէ խնդիր չկա։ Այս պատմությունը, երբ որ Արմենակյանը մեծացել էր արդեն, պատմվել էր իրեն, ինքը իմանալով հանդերձ շատ սիրել է այս եկեղեցին։ Եվ ընդհանրապես թեկուզ եւ ամբողջ
Հայաստանը, ամբողջ հայ ժողովուրդը, բայց հատկապես նորքեցիների համար այս վայրը շատ նվիրական վայր է։ Հա, շատ նվիրական բառը տեղն է։ Շատ նվիրական վայր է, որովհետև իրենց ամեն ինչը այս եկեղեցու հետ է կապված։ Ասում են, որ աշխատել են ջոկատի տղաները կռվի տարիներին, ջոկատը բաժանվել է մասերի, երկու մասի, մի մասը գնացել է սահմանը պահելու, մի մասը այստեղ եկեղեցի է կառուցել, հետո հերթափոխը փոխել են։ Ճարտարապետի պատմածն է։ Ասեցին, բերենք զենք զինամթերք լցնենք այստեղ պահենք, որ կարողանանք հեշտ տանել, հետո տեղը մեծ է, ուրիշ տեղ չունենք հարմար։ Ես էլ վախեցա, որ հանկարծ վնաս կտան եկեղեցուն, դրեցինք բետոնով փակեցինք։ Դե եկեղեցին մեր ամրոցն է, բոլոր իմաստներով։ Հայ առաքելական եկեղեցու եւ ամբողջ քրիստոնեության ամենամայրն է Տիրամայրը եւ ես միշտ զարմանում եմ, որ մենք լինելով այդքան եւ կնամեծար եւ այդքան գնահատող որոշ առումներով կնոջը մոռանում ենք երբեմն առաջնային ու կարեւորագույն սյուներից մեկին Սուրբ Տիրամորը։ Ցավոք այո։ Ինչով էր լիքը Աստվածամոր կյանքը։ Սիրով, հնազանդությամբ, անսպառ։ Ընդհանրապես հրեշտակն ասեց, որ ընտրված ես, որպեսզի լինես միջնորդը փրկության։ Եվ ինչ ասեց, Աստվածամայրը, ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը։ Մենք բոլորս, ոչ միայն կանայք աշխարհի, մենք բոլորս պարտավոր ենք Աստվածամորից օրինակ վերցնել խոնարհության։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ամեն ոք ունի իր տեղը։ Ես ձեզ ցույց տամ իմ տեղը։ Ես սիրում եմ կանգնել այստեղ, թաքնվել էսյան անկյունում, որովհետև եկեղեցին իհարկե բաց է, սրտաբաց է, բայց ամեն մարդ ուզում է մնալ միայնակ, այդքան մարդու մեջ։ Եվ ես ձեզ ուզում եմ ասել, որ այստեղից խոսքը հաստատ տեղ է հասնում, եւ Սուրբ Մարիամ Աստվածածնի ուժը վստահորեն զորավիգ է լինում յուրաքանչյուր խնդրի պարագային։ Ես ապացույցներով կարող եմ ասել իմ կյանքի տարբեր էտապներով, փաստերով։ Սուրբ Զատիկը, ինչպես մեր բոլոր քրիստոնեական տոները, միտված է ընտանիքն ամրացնելու, սիրելիներին միասին տեսնելու կարևոր գաղափարին։ Այն ասես մոռացնել է տալիս հին խնդիրներն ու անհամաձայնությունները։ Վերարժևորում է սերը։ Այս տոնը հրաշքի մասին է, հավատի, սիրո, ներելու եւ ապաշխարելու։ Մենք հաց ու մտքեր ենք կիսում մեր ընտանիքի հետ, դուրս ենք գալիս պահքից, դուրս գալով նաև մեղադրանքներից, վիրավորանքներից, իհարկե հետևելով Տեր Հիսուս Քրիստոսի օրինակին։ Իսկ սեղանը տոնական համեմում ենք գունավոր հավկիթներով, զատկական փլավով, թարմ կանաչեղենով, ձկնեղենով եւ իհարկե լավ տրամադրությամբ այս ամենը մատուցելով։ Հովանես ջան կգաս որ Հովանես Ջիվալյան Լիմոն թե լայմ։ Նախ հրանուշի ամուսինն է, այդ ամենակարևոր գործն է։ Եկավ եւ հարամեց հաղորդում։ Մեր բոլորի սիրելի ավակ պատրաստեի։ Հովոն խայտարակ լուրջ ձեռք ունի, անհավանական համեղ, այն որ կարող էր ունենալ իր լավագույն ռեստորանը, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև NLP-ի մասնագետ, այսինքն նեյրոլինգվիստիկայի։ Հրանուշը մեյքափով գեղեցկություններ է ստեղծում, իսկ Հովոն մեզ կերակրում է։ Սա է իրական ճշմարտությունը։ Դժվար է ասել, երբ ենք զատկական սեղանը հենց այս տեսքով ժառանգել։ Բրինձն անշուշտ Հայաստան է եկել մետաքսի ճանապարհով։ Չամիչը, ընդեղենն ու ձկնեղենը հայկական խոհանոցի հնաբնակներից են ու դարեր ի վեր զարդարում են մեր սեղանները։ Հավկիթները ներկելու ավանդույթը շատ խորհրդանշական է։ Ներկված ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի խորհրդանիշը։ Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի սուրբ կենդանարար արյունը, որը թափվեց համայն մարդկության փրկության համար։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու միայն զատկին ենք ձուն ներկում, որովհետև ձուն օրինակն է աշխարհի։ Եվ ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, իսկ դեղնուցը երկիրն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է Տեր Քրիստոսի արյունը, եւ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը։ Քրիստոս հարյա վիմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Դու գիտես, ես որքան եմ սիրում այս տոնը եւ սիրում եմ զարդարել տունս, սիրում եմ զարդարել այն ամենը, ինչ շուրջն է։ Այս տարի ուղղակի
այս գունային գամմայի մեջ եմ։ Ես նկատեցի, տեսնում եմ ափսեները շատ գեղեցիկ շարվածքով, իրենց անձեռոցիկներով, անյուտայի աչուկներով եւ կուլիչն եմ տեսնում զատկական, ամեն ինչ ինչպես որ հարկն է։ Ես կարող եմ քեզ օգնել փորձել քո ճաշակով, ինչպես որ կցանկանաս օգտվեմ, ես էլ փորձեմ։ Այո։ Եվ այս ձուն ներկելու, նկարազարդելու լավ բան էր։ Նախ հոգեկան, այո, շատ հոգեկան հանգստություն է տալիս, խաղաղություն է տալիս, ընտանիքը հավաքվելու եւս մեկ առիթ է լինում, քանի որ զբաղվածության պատճառով մենք բոլորս շատ քիչ ենք շփվում, առհասարակ։ Ալեքսա, քեզ մոտ ո՞նց է ընթանում։ Կարլ Ֆաբերժեն եւ իր ձեռնարկության ոսկերիչները առաջին հավքիթը ստեղծել են 1885 թվականին։ Այն պատվիրված էր ռուս կայսր Ալեքսանդր III-ի կողմից, որպես սեղանի ձևավորման գեղեցիկ պարագա։ Սա անակնկալ էր կայսր Ալեքսանդրի կնոջը, կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային զատկի առթիվ։ Կայսրուհին այնպես հիացավ այդ նվերից, որ արդեն պալատական ոսկերիչ Ֆաբերժեին պատվիրեց ամեն տարի ստեղծել նմանօրինակ ձվեր։ Ֆաբերժեն իհարկե ընդունեց այդ առաջարկը։ Ոսկերիչը պետք է յուրօրինակ մոտեցում ցուցաբերեր ու պարտադիր ստեղծեր այնպիսի հետաքրքիր հավքիթներ, որոնցում թաքցված լինեին տարբեր անակնկալներ։ Հաջորդ կայսրը Նիկոլայ II-ը նույնպես պահպանեց այդ գեղեցիկ ավանդույթը ամեն գարուն նվիրելով Ֆաբերժե հավքիթներ իր մորը, Մարիա Ֆյոդորովնային եւ իր սիրելի տիկնոջը, Ալեքսանդրա Ֆյոդորովնային։ Այսպիսի ձեռքերով նա կարողանում է ստեղծել յուրօրինակ դեմք։ Նա կարողանում է նկարել ոչ թե կտավի, թղթի կամ որևէ հարթության վրա պատային, այլ նկարում է առաջին հերթին մարդկանց դեմքին։ Դիմահարդարում մասնագիտություն, որն այսօր ժամանակակից աշխարհում հույժ կարևոր է։ Մենք հյուրընկալվել ենք Հրանուշ Եղոյանին, նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության լավագույն դիմահարդարներից մեկը, նաև հիմնադիրներից է այս դպրոցի ու համակարգի։ Համ պատմենք, համ անենք։ Միասին, ուրեմն Իսպանիայից ներշնչվելով կպատրաստենք մի հատ խորտիկ, տապաս, տաք սենդվիչի տեսակ, որը կոչվում է հայկական պատառ։ Հայկական պատառ կկոչենք նրան։ Մեզ պետք կլինի բագետ տեսակի հաց, այսինքն սովորական մատնաքաշ տեսակի երևույթյան հացի չլինի։ Կարող ենք մատնաքաշով անել, նույնիսկ ուղղակի իրենց մոտ տրադիցիոն ավելի բագետ է օգտագործում։ Եվ ես սիրում եմ իրենց հացը։ Ուղղակի ինչ որ պիտի անենք, պետք է հացը մի փոքր ջեռոցում տաքացնենք։ Նախապես կտրում ենք 2.5 եւ դնում ենք ջեռոց 2-3 րոպեով։ Այնքան որ կողքի հատվածները մի փոքր բարդագույն, շառագունի նույնիսկ ես կասեի։ Բարի։ Ես գիտեմ, որ շատերը բաստուրմայից խուսափում են։ Բայց համով չափազանց հոտի եւ համի արկայության համար, դրա համար ես նախապես այդ կողքի, այո, կողքերը չամանից ազատել եմ։ Այսինքն չամանա զատում ենք, չամանից ազատում ենք, չամանա զրկում ենք, բաստուրմայի միսը մնում է արդեն իր միս տարբերակով։ Տոստադա նշանակում է բովված հաց, իսկ ուտեստը իսպանական պատառն է։ Իհարկե հայկական ձևով տոստադան պատրաստում են բաստուրմայով եւ պանրով, պարզ ու մատչելի։ Մի քանի րոպե ջեռոցում եւ համեղ բույրը տարածվում է խոհանոցում։ Համը եւս արդարացնում է բոլոր սպասելիքները, հավատացեք։ Անցնենք ավոկադոին։ Նկատել եք, որ ավոկադոն շատ նման է հավքիթի, էլիպսաձև է։ Երբ կտրում ես, կորիսն ասես դեղնուցի տեղում լինի։ Նկարչուհուն հատուկ նրբանկատությամբ Հրանուշ Եղոյանը զատկական սեղանի համար ավոկադոյով նախուտեստ է պատրաստում։ Հարգելի տղամարդիկ, երբ որ դուք միաձայն ու միաբերան որոշում եք, որ կինը թույլ սեռի ներկայացուցիչ է, ես այստեղ ուզում եմ քահ ծիծաղել, որովհետև այն ամենը, ինչ մենք հենց հիմա անելու ենք համի ուժի շրջանակներում, բոլորովին թույլ սեռին բնորոշ բան չէ։ Ինչ ենք անելու հենց։ Ինչ ենք անում։ Ավոկադով նախուտեստ գժություն։ Սառը։ Ինչ ենք անում, ավոկադոները ես արդեն նախապես կիսեցի, մեկ կեսը քեզ, մեկ կեսը ինձ գտալով, այո, անենք, ուղղակի որ այդ տակի կաշին նավակը, հա, չվնասենք, որովհետև հենց այդպես է կմատուցենք։ Հա, ինչ հետաքրքիր, հետո հետ ենք դնելու մեջը։
Հով ասե, Այնուամենայնիվ ես արդեն կիտրոն արեցի, հա, ճիշտ է անում։ Հա, թերահավատեք իմ նկատմամբ։ Չէ, հրաժարված, ես զգում եմ, ես դա զգում եմ, անկեղծ։ Ինչ ես ուզում։ Փոքր ես բզբզում եմ։ Դե լավ, թող լայմը։ Փոքր, բաբա։ Այդքան ուզում եմ։ Հով, ձեզ մոտ ընտանեկան է, սննդի նկատմամբ սերը։ Ձեր հայրը, Նուբար ջաջան։ Ես սիրում եմ ուտել միայն, սպառող եմ անում։ Հա։ Ինչ լավ բաներ անում, քերուկ անում մի քիչ։ Հով ես արդեն լրիվ գնաց բան։ Մոլեկուլար։ Աշխատի, կենտրոնացած։ Հով ջան, ինչ ուզում ես արա, վերջում միշտ հիշիր ուտողը ես եմ, իսկ ես սիրում եմ ուտել ինչպես համեղ։ Ես պատասխանատու եմ միայն գեղագիտական հատվածի համար։ Կարևոր չի ինչ կուտենք, կարևորը գեղեցիկ լինի։ Ճիշտ ասած, շատ էլ կարևոր է ինչ կուտենք եւ շատ կարևոր է որ գեղեցիկ ուտենք։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոս ասել է կարևոր Քանի որ ձուկը կարծում եմ արդեն աղի է, ավել աղի կարիք չի զգացվի, միայն կհամեմենք սև պղպեղով։ Մի րոպե, ինձ պետք է մի քիչ տափակ լինի։ Վայ, կներեք։ Շնորհակալություն։ Լավ, մենք հրոշին արդեն խանգարում ենք։ Խանգարում ենք ես դրա համար։ Եվ վերջապես այսօրվա հերոսը ես եմ, չէ՞։ Առողջ։ Շատ լավ։ Ճիշտ բաներ են ասում, ես խրշտում եմ։ Եկեք battle անենք։ Հրանուշ Հովանես battle։ Ոչ Հովիկի, ոչ մորս հետ չեմ մրցի խոհանոցում։ Դաժանես։ Այո։ Ուժեղ են։ Լավն է։ Բայց դե ես չեմ բողոքում, լավ կերակրում են ինձ։ Այո, խնդրեմ, լավ կերակրում են ինձ։ Հով ջան, իսկապես քանդակագործի գործ ունեցանք, լավ ստացվեց։ Շատ համեղ, համեղը ես գիտեմ դուք ինչ իմանաք, լորի ձուն տեսակ։ Չէ, լոլիկ չէ, էլի, ես չեմ սիրում, ես սիրում եմ, որ մոնոտոն լինի։ Այստեղ մենք կբախվենք, ճաշակների բախում կլինի։ Այո, մնա ինչպես։ Ես սիրում եմ մինիմալիստական, քիչ։ Գեղից պես են եկավ։ Հիշեք, ավոկադոն պատարակաղով տրորել, ավելացնել կիտրոնի հյութ եւ արդեն մանրացրած աղի ապխտած իշխանը։ Մատուցել հենց ավոկադոյի նավակաձև կեղևի մեջ։ Իսկ հիմա ճիշտ ժամանակն է խոհանոցի պատվավոր կենտրոն վերադարձնել Հովանեսին, տանտիրոջը, հատկապես որ նա հրաշալի մտերմություն ունի խոհարարական դանակների հետ։ Տնտեսագիտությունը եւ խոսքը Հովանեսի մասնագիտությունն է, իսկ խոհանոցը ստեղծագործելու տարածքը։ Ոստի զատկական ձուկը հենց Հովանեսի կատարմամբ էլ համտեսելու ենք։ Հիմա արագ պատկերացրեք ինչեր են տեղի ունենում։ Հետաքրքիր ժեստ ունենք բոլորս։ Սկսեցինք այսպես։ Հով, ինչ ես անում, ինչ ձուկ է, պատմիր, որպեսզի հասկանանք նաև ընթացքը։ Ձուկը ծովի ձուկ է։ Սիբաս։ Երևակայական, հայկական ծովի։ Ինչու երևակայական։ Մենք ծով ունենք, ուղղակի չի երևում։ Անտեսանելի։ Այո։ Ուրեմն Սիբաս, ինչ սիրունակը, մի հատ նայեմ, ոնց է կտրում։ Արվեստի գործ էլի։ Ինչի ես այդ շերտերը տալիս, որպեսզի ինչ լինի։ Որ համեմունքները Արանքները մտնի, ավելի թափանցենք դեպի ներսը, մսի հատվածը։ Հով, դու արմատներով ծնվել եմ Դամասկոսում եւ մեծացել երևի կարանք ասենք Կիպրոս։ Այ Դամասկոսում ո՞րն է ընդունված սեղանի զարդը։ Չեմ խանգարում, ես Չէ, բոլորով հարում։ Շատ եմ դժվարանում ասել, որովհետև ոչինչ չեմ անում։ Շատ փոքր տարիքում ենք դուրս եկել, բայց չկար ինչ-որ հատուկ ուտես։ Դամասկոսում։ Ճիշտն ասած, որ հիմա հարցրեցիր, հիշեցի մի հատ կանաչիով, ծվածեղով ինչ-որ sense հետաքրքիր բան են անում։ Այնց թվում է մենք Տավուշում կանաչիով այդ ծվածեղը պատրաստել ենք։ Հիմնական Սրբազանի հետ Բագրատ։ Հիմնականում մաղտանոսով է եւ ծվով եւ սխտորել, եթե չեմ սխալվում։ Այդ իմ ծվածեղն է, ուղղակի առանց սխտորի։ Համիուժը ստիպում է բոլորիս ստեղծել նոր հետաքրքիր ուտեստներ։
Մենք սա արդեն տանենք դնենք տոնական սեղանին եւ ձուկը սպասում է իր եռոցին։ Օխ, ձուկ չի է։ Բայց սիրուն է այս ռոզմարինը։ Թե թարմ ես դնելու։ Ուզում եմ թարմը դնել։ Հասկացա, թույլ տուր։ Հայկական ընտանիքները միշտ էլ ջերմ են դիմավորում իրենց հյուրերին։ Գեղեցիկ ձևավորված սեղանը, զարդարված սենյակը, ոսկեգույն նկարազարդ հավկիթները, համեղ ուտելիքները, կարմիր գինին, ժպիտներն ու երեխաները եւ իհարկե մեծ զատկի կարևոր խորհուրդը։ Այսօրը շատ կարևոր խոսքով մենք ասում ենք Քրիստոս հարիավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Իսկապես թող այս հարության տոնը բերի խաղաղություն, այս գեղեցկությունը, որը ձեր տնից հորդում է, ամեն մի էլեմենտի առանձնահատուկ մտածված մատուցումը, ուտելիքը, խորհուրդը, ընտանեկան այս միացման խորհուրդը, սրա մասին է իրականում եւ Սուրբ Հարությունը, եւ առհասարակ քրիստոնեությունը, եւ իմաստնավորի Հայաստանի Հանրապետությունը։ Համիուժն է եթերում, Հրանուշ Եղոյան, Հովանես, մենք շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Դու, չգիտեմ, առիթ եղել է, որ մեր Համիուժյան հաղորդումներից ինչ-որ ուտեստ վերցնես ու փորձես պրակտիկայում օգտագործել, թե ոչ, բայց Անշուշտ կարծում եմ, որ բոլորը օգտվում են այդ առիթից, քանի որ դուք ամբողջությամբ նորացնում եք հայկական խոհանոցը։ Մենք փորձում ենք նաև վերականգնել արդեն մոռացված որոշ տարրեր, Եվ բացի դրանից, այսպես հորդոր է առաջանում, որ անպայման ուզում ես փորձել գնալ այդ վայրերը, որտեղ որ դուք լինում եք, իմանալ նորը, ծանոթանում ես ակամա այն մարդկանց հետ էկրանից այն կողմ իհարկե, բայց միևնույնն է, ցանկություններ է առաջանում։ Մենք համիժով բարի ու լավ ցանկությունների կենացը։ Այո, կենաց։ Բարի ու լավ ցանկությունների կենացը։ Ալեքսա, Դանիկ, քիթիկը բեր։ Դանիկ, Հիմա բույրի ուժն է։ բարի ախորժակ ասենք բոլորին։ Հավանեցի Ման շատ բարձ բան ենք, հա։ Ընտիր աղցաներ։ Ձկան հետ ահավոր կոմպլեմենտ։ Թեթևացնում է, համաձայն եմ։ Այս աղցանի մեջ մենք ունենք ինչ ռուկոլա, դե ելակներ, պարմեզան պանիր, ելակ, բալզամիկ սոուս վերջում։ բալզամիկ, բայց այն խտացած բալզամիկից է։ Հա, հասկացա։ Ելակի բալզամիկն է։ Այո, մեկ էլ նարինջի բալզամիկ եմ արել մի քիչ։ Ահ, եւ սեպապը։ Մեկի մեջ լցնել ճար։ Ինչ է ավոկադոտ փչացած։ Ինչ էր փչացել ավոկադո։ Սենց եղավ։ Ողոստը միշտ։ Դու չէիր ուզում, որ վրան մենք ձուլ դնենք։ Նազարին գիտի սա միրգ է, ես գիտեմ սա բանջարեղեն է։ Միրգա։ Միրգ է։ 2 պոինտ, 3 պոինտ գնաց դեպի ավոկադոն միրգը։ Ալեքսա, մետը տոստատոից դուր մամա դեր կան խոսա։ Տոստադո, այ Հրանուշ, մենք գտանք անուն։ Տոստադո։ Տոստադո, այո։ Եվ Սա կդառնա իմ տան սեղանի մշտական զարդերից մեկը արդեն ես զգում եմ։ քանի որ ինքը շատ համեղ է, շատ པարզ է եւ արագ։ Արագ, շատ արագ։ Նվնվիկ, Ջանիկ, Քրիստոնեության ուժի ամենամեծ դրսևորումներից մեկն այն է, որ թույլ է տալիս ցանկացած տարիքում, ցանկացած պահի անկեղծորեն զղջալ, կանգ առնել, հետ դառնալ սխալ ճանապարհից ու սկսել կյանքը նորից։ Նորից սովորել սիրել, հավատալ, նորից վստահելով մոռանալ չարը, վատը, զատվել խավարից, գնալ ի վերջո դեպի լույսը եւ ձգտել լուսավորել նաեւ շուրջ բոլորը։
Սուրբ Զատիկը մեր ընտանիքների ամենասիրելի տոներից է, որովհետև շատ մեծ ու կարևոր խորհուրդ ունի իր մեջ։ Հիշեցնում է, որ մենք ի վերջո միայնակ չենք։ Մենք ունենք երկնքից պաշտպանությունը եւ ապրում ենք սիրո մեջ, եթե ունենք դրա ցանկությունը։ Ավագ շաբաթ օրվա երեկոյան հայոց եկեղեցիներում կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը եւ ավետելով նրա հարությունը մեռելներից։ Տներում բաց է զատկական, տոնական ու գեղեցիկ սեղանը եւ ճիշտ ժամանակն է միմյանց ասելու. Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։